Բարև ձեզ։ Եվ այսպես անցած շաբաթ ցեղասպանության օրն է, դուք էլ մասնակցում եք շատ ակտիվ կերպով, Էրդողանը խոսեց, Նիկոլը խոսեց, զարմանալիորեն նոր էր նախագահ կոչեցյալը, խնդրեմ այդ ամեն ինչ ինչպես եք գնահատում։ Դե, նրանք ովքեր որ լուր են, նրանք նշանակում է գոյություն չունեն, իսկ ովքեր որ կեղծ հայտարարությամբ են հանդես գալիս, իդեմս արդեն ասեցինք թուրքերի, ապա դրանք էլ վախենալով որոշ հայտարարություններով են հանդես գալիս, որը իրականությանը չի համապատասխանում։ Բայց այն, որ դեռ ապրիլի 23-ից լեցուն էին Երևանի բոլոր փողոցները, ոչ միայն լեցուն էին, այլ բոլոր մարդիկ իրենց ուղերձն էին հղում թուրքերին, որ իրենք չեն պատրաստվում համակերպվել այն թուրքերի հետ, ովքեր գործել են ցեղասպանություն եւ շարունակում են այդ մասով իրենց մեղքը չընդունել, ապա այդ ուղերձը հասել է տեղ, որովհետեւ այդ ուղերձը ապրիլի 23-ին հստակ նշում էր, որ մենք չենք պատրաստվում ցեղասպանների հետ եղբայրանալ, ընկերանալ եւ ցեղասպաններին մենք ճանաչում ենք եւ նրանցից պահանջ ունենք, իսկ պահանջը այն է, որ պետք է նրանք ընդունեն, որ գործել են, այսինքն իրենց նախնիները եւ ներկայիս Թուրքիայի Հանրապետություն իրավահաջորդը ցեղասպանների, գործել են ցեղասպանություն, գործել են հայրենազրկում, մեզ զրկել են հայրենիքից, հետևաբար նրանք պետք է դա ընդունեն եւ բոլոր իմաստներով պետք է նաեւ տրամադրեն փոխհատուցում։ Հատուցումը պետք է տրվի։ Հատուցումը եւ բարոյական է, եւ նյութական է, իհարկե ֆիզիկականը մենք չենք կարող վերադարձնել, որովհետեւ եթե մենք հաշվարկը անում ենք 1890-ականների սկզբից, ապա մենք հասկանում ենք, որ մինչև քեմալական կարգերի հաստատումը, այսինքն մինչև Քեմալ Աթաթուրքի իշխանության ստանձնելը եւ այդ ստանձնումից մի քանի տարի անց եւս տեղի է ունեցել շարունակաբար հայ ազգի ցեղասպանություն, այլ ազգերի նույնպես, որովհետեւ ներկայիս Թուրքիայի այս քաղաքական քարտեզում գրեթե 3 միլիոն հայ է սպանվել, ել չեմ ասում այլ ազգերի վերաբերյալ, որովհետեւ այլ ազգեր նույնպես սպանվել են, հույները, եզդիները, ասորիները, նրանք նույնպես ենթարկվել են ցեղասպանության եւ այսօր այդ ցեղասպանության հետևանքով է ծնվել այսօրվա այս կեղծ Թուրքիայի Հանրապետությունը, որտեղ դեռ մեծ հարցականներ կան, թե դրանք ինչ ազգ են, որովհետև թուրք ազգ որպես այդպիսին գոյություն չունի, նրանք ուղղակի վերցրել են այդ անունը եւ Աթաթուրքի շնորհիվ դարձրել են իբրև թե թուրքեր են, Թուրքիայի Հանրապետություն է, Թուրքիայի ինչ որ ազգություն է, բայց նման ազգություն գոյություն չունի։ Իհարկե կան թուրքալեզու ազգեր, բայց դա չի նշանակում, որ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը այդ թուրքալեզու ազգերն են, այլ այն ազգերն են, որոնք թուրքացվել են, այսպես կոչված այդ քեմալականների միջոցով եւ ներկայումս իրենց ներկայացնում են որպես թուրք, ինչ որ ազգի պատկանելի ինչ որ մի հատված, որոնց մեջ է մտնում նաեւ այդ թուրք Էրդողանը, բայց դրա վերջն է գալու։ Այնպես չէ, որ այդ օրը չի լինելու եւ այնպես չէ, որ մենք այդ օրը չենք տեսնելու։ Ճիշտ է, մեր տատերը, պապերը, իմ մասնավորապես հայրիկս այդ օրը չի տեսել, բայց այդ օրը գալու է եւ ինքը այդ օրվա մասին իմանալու է, որովհետեւ ես համոզված եմ, որ նրա հոգին ապրում է եւ նրա ոգին ինչպես ինձ է ուղղորդում, այնպես էլ հազարավոր հայերի, որ պետք չէ ընկրկել, պետք չէ խոնարհվել, թուրքը մնում է թուրք, մեր պապենական խոսքը միշտ պետք է հիշենք եւ Զորավար Անդրանիկի նաեւ կեցվածքը պետք է հիշենք, որ եթե դուք ուզում եք թուրքերի հետ ինչ որ քաղաքական գործարքներ անել, ապա նա չի ողջունել այդ գործարքները եւ անձամբ ինքն էլ չի մասնակցել այդ գործարքներին եւ մերժել է падգամավոր լինել այդ թուրքերի, երիտ թուրքերի կառավարությունում։ Հետևաբար այս падգամները, ուղերձները, դասերը
Եվ խորհուրդները այսօր էլ արդիական են, այսինքն թուրքը մնում է թուրք, այդ որ թուրքերի հետ եք դուք ուզում ինչ որ բանակցեք, խաղաղության պայմանագրեր կնքել եւ այլն, դուք մոռացել եք, հենց այդ նույն Թուրքիայի Հանրապետության թուրքերն էին հարձակվել մեր նկատմամբ հարձակում գործել, այդ թվում նաեւ քեմալական Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել հայերի նկատմամբ հենց այս մեր տարածքում, որ այս հրաշքով մնացած այս մեր փոքր տարածքում։ Հետևաբար այս ամենը մենք պատմության դասերը չպետք է մոռանանք, իսկ այս թուրքերի կողմից նշանակված իշխանությունը հենց դա է անում։ Եկել է եւ փոխում է ինչը մեր դասագրքերը, որ դասագրքերը, որոնք մեզ դասիրակում են եւ դաս են տալիս որպես հայ ազգի ներկայացուցիչներ։ Փոխում են, վերացնում են, չէ՞, ինչ են անում, հայոց պատմությունն են խմբագրում, բացի այդ հայ առաքելական եկեղեցու պատմությունը, որ մեր պատմության գլխավոր բաղկացուցիչ մասերից մեկն է, դա են հանում, այդ առարական են հանում, դպրոցի այդ դասավանդման կարգից եւ այլն, եւ այսօրվա այս գիտության, կրթության, մշակույթի այս նախարարուհին տարիներ առաջ տեսել եք, չէ, այդ տեսաձայնագրությունը, թե ինչ էր ասում Գարեգին Նժդեհի մասին, իսկ Նժդեն դա այն հերոսներից է անկրկնելի, որը ես չգիտեմ, արդյոք քանի հազար տարին մեկ նման մարդիկ կարող են ծնվել, թե չծնվել, բայց Գարեգին Նժդեհին էր նա արդեն ոտնձգություն կատարում, քննադատելու, մեկնաբանելու եւ դեռ պիտակավորելու, այն էլ այնպիսի պիտակով, որը վերաբերում է հենց իրենց կառավարության, այսինքն ֆաշիստական թուրքական կառավարությունը այսօր գործում է, ֆաշիստները եկան իշխանության Հայաստանի Հանրապետությունում, հանձնեցին Արցախը, ցեղասպանեցին մեր երիտասարդներին, իրենք լինելով ֆաշիստ մեր հերոսներին էին պիտակավորում, պատկերացնում եք, ինչի հետ մենք այսօր գործ ունենք։ Այսինքն տիկինը, որը ինքն է իր կառավարությունն է ֆաշիստական վարքագիծ դրսևորել, այսինքն նախապես իմանալով, որ լինելու է պայմանավորված պատերազմ, որ այդ հողերը պետք է հանձնեն, ինչպես ինքն է ասել, որ նույնը պետք է լիներ, բայց կարող էին զոհեր չլինել, բայց զոհել են, բայց մեծացրել են եռաբլուրը, բա ֆաշիստը ինչպիսին է լինում ֆաշիզմը, էլի։ Հենց դա մաքուր բնութագրումն է ֆաշիզմի, որ տարել են հատուկ կոտորել են երիտասարդներին, հատուկ տարվել է, կոտորվել է Արցախի ցորի Ստեփանակերտի զորամասը, որը 1000 եւ ավելի զինծառայող է ունեցել, որովհետեւ ամենամարտունակ, ամենամրցունակ, ամենահերոսական զորամասը հատուկ տարել են, կոտորել են, որպեսզի կարողանային այդ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ ստորագրությունը դնել, իբրև թե զինադադար է եւ իրենք դուրս են գալի ստորագրությամբ մեր հայրենիքի տարածքներից 12000 քառակուսի կիլոմետրը նրանք դեֆորմացնում էին եւ դարձնում են ուղակի թիրախ այդ ներկայիս ամբողջ Հայաստանը։ Եվ սա ով էր անում, այն մարդը, որը իրեն ներկայացնում է որպես իբրև թե առաջադրեմ, իբրև թե դեմոկրատ, իբրև թե քաղաքացիական հասարակության ինչ-որ անդամ, բայց պարզվում է սրանք ոչ դեմոկրատ են, ոչ քաղաքացիական ֆաշիստական հասարակությունից դուրս պրծած, բարոյալքված ինչ-որ անձնավորություններ են, որոնց փոխանցվել է իշխանության ղեկը, եւ սրանք սպասարկում են իսկական թուրքական շահը, այսինքն թուրքական պետականության ինչ-որ բաներ են փորձում այստեղ վերածննդաբերել, այսինքն ինչ-որ արդեն վիժված վիճակում նորից ուզում են թարմացնել, չի լինելու։ Թուրքիայի Հանրապետություն որպես այդպիսին չի լինելու։ Նույն Թուրքիան, որը օգնում էր իր այդ կրտսեր թուրքին, Ալիևին, նույնպես իրենք փոխեցին այստեղ քարտեզը քաղաքական, իրենք փոխեցին Արցախի դեֆորմացիայով քաղաքական քարտեզը, բայց այդ քարտեզը հիմա նույնպես դեֆորմացիայի մեջ է, եւ այդ քարտեզը չի նշանակում, որ ի օգուտ իրենց պետք է լինի։ Այդ քարտեզը ի օգուտ հայերի պետք է լինի։ Այդ քարտեզը ի օգուտ պետք է լինի այն ժողովուրդների,
այն ազգությունների, ովքեր արարում են եւ այս տարածքի իրական տերերն են։ Այսինքն այդ կեղծիքների միջոցով, ինչ որ Թուրքիայի հանրապետություն, ինչ որ Ադրբեջանի հանրապետություն, որ երբեք չեն եղել, ադրբեջանցի ազգ երբևիցե գոյություն չի ունեցել, թուրք ազգ նույնպես գոյություն չի ունեցել։ Օսմանյան կայսրության մեջ օսմանցիները, դրանք օսմանցիներ էին, բայց դա դեռ թուրքեր ազգություն որպես այդպեսին չէր։ Քեմալի միջոցով այդ, չգիտեմ, բոլշևիկների միջոցով ինչ պայմանավորվածություն ձեռք բերվեց, Քեմալա բոլշևիկյան ինչ սահման գծվեց, հետո որոշեցին, որ այդ թուրքերը ինչ որ թուրքեր են եւ մեր հայկական բնորանի մաս կազմող Գանձակը, Արցախը, Նախիջևանը, Ուտիկը, այդ թվում նաեւ Բաքուն, ինչ որ դարձրեցին ինչ որ ադրբեջանցիները բնակ ինչ որ ադրբեջանցի ազգ, նման ազգ գոյություն չի ունեցել։ Այո, մենք դնում ենք դա վիճարկման առարկա, մենք դնում ենք դա ոչ թե կասկածի ներքո, այլ ունենք փաստարկում եւ փաստեր եւ ապացույցներ, որ նման բան գոյություն չի ունեցել։ Դրա համար էլ նաեւ որովհետեւ նրանք նաեւ ցեղասպան են, ցեղասպանությամբ են այդ ամեն ինչը հրճակել։ Մենք դրանց դրոշները վառում ենք։ Նիկոլ, եթե դու չգիտես պատմություն, հասկանում եմ, թերուս ես, գրագետ չես, խնդիր ունես կրթության հետ կապված, քեզ էլ ասել եմ, որ դու գրագետ չես, դու թերուս ես, թերի է քո կրթությունը, չես իմանում, ես քո ունակությունները շատ լավ գիտեմ, ազգային ժողովից շատ լավ գիտեմ քո ունակությունների մասին, դու չգիտես, ասեմ քեզ բացատրեմ, ճիշտ են անում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ ցեղասպանների դրոշը վառում են Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Ինչու են վառում։ Այդ որ դու եմ քո պատուհանից էտե որտեղ հանգրվանել ես, զավթել ես, որ դու տեսնես, որ այո վառելու ենք։ Ոչ միայն վառելու ենք, այլ նաև ազատագրելու ենք մեր հայրենիքը։ Այն ինչ որ տեղի ունեցավ այս 7 տարիների ընթացքում, թեպետ մեզ ներելի չէ։ Բայց այնուամենայնիվ սա հաղթահարելի է, մենք հաղթահարելու ենք այս ամենը։ Այս ցավը, այս դժբախտությունը, այս խայտարակ վիճակը մենք հաղթահարելու ենք եւ այդ հաղթահարելու օրը շատ մոտ է։ Դու ընդհանրապես 7 տարի եղար, իհարկե այս 7 տարվա մեջ 7,700 միլիոն ահավիրք բերեցիր հայերի գլխին, բայց դա մենք շտկելու ենք, դա շտկվելու է։ Մայիսի 8-ին լրանալու է արդեն քո այդ հստակ 7 տարի պաշտոնավարումը, այդ 7 տարվա մեջ այնքան բաներ է թղթի վրա գրվել քո կողմից արված, այսինքն մեղադրանքները այնքան շատ են, միայն քո չէ, քո կողակցի, այն մնացած խմբակի անդամների, ներքևից վերև, վերևից ներքև, մի հատ կարմրաթուշիկ, մի հատ, չգիտեմ, ոսկեծամիկ, մի հատ, չգիտեմ, ինչ իգ, անընդհատ ունես տենց կողքը, չգիտեմ ովքեր են պտտվում եւ այլն, բայց այդ բոլորի վերաբերյալ փաստաթղթավորված, ամրագրված, արկա են ապացույցներ եւ ձեր այդ պահը, որ գա, իսկ դա գալու է, իհարկե ոչ միայն մեզանով է պայմանավորված, այլ նաեւ աշխարհաքաղաքականությամբ, իսկ աշխարհաքաղաքականությունը ունի նաեւ ժամկետներ, ձեր ժամկետները ավարտվել են։ Եվ այդ ժամկետների ավարտին հստակ դնելու են պատասխանատվություններ ում վրա եւ մեղքեր ում վրա, նրանց վրա, ովքեր իրենց մոտ արդեն ամրագրված են։ Դու հենց որ եկար իշխանության, այդ քո վրա դու ինքդ ստանձնեցիր այդ մեղքի բաժինը, եւ քո վրա դրված է այդ մեղքի բաժինը, որովհետեւ դու ես ստորագրել նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը, որը փաստաթուղթ է, չէ, իրավական տեսանկյունից, միջազգային իրավունքի տեսանկյունից 0 է, բայց դու ես ստորագրել եւ դրա պատճառով մենք կորցրեցինք Արցախը եւ դրա պատճառով նաեւ դու հասար նրան, որ այդ դա ստորագրես, հիմնավորես եւ ասես, որ իբրև թե կյանքեր ես փրկել։ Այն է կեղծ տվյալներով, մեկ մի թիվ էիր ասում, այսքան հազար եմ փրկել, հետո մի հատ ուրիշ թիվ էիր ասում, այսքան հազար ես փրկել։ Դու ոչ միայն չես փրկել, դու ընդհակառակը հազարավոր մարդկանց պայմանավորված պատերազմով տարել ես ցեղասպանության։ Դու մեզ հայրենազրկել ես, դա քեզ չի ներվելու։
ինչպես չի ներվելու Թուրքիայի Հանրապետությանը, քեմալականներին, էրդողանականներին եւ այլին, որ մեզ հայրենազրկեցին, մեր հայրենի բնորանից հայկական բարձրավանդակը կազմում է շուրջ 450,000 քառակուսի կիլոմետր։ Նրա հարակից տարածքները, որը եղել է մաքուր հայկական տարածքներ, ինչ որ պեղես, այնտեղից հայ է դուրս գալիս։ 600,000 քառակուսի կիլոմետր տարածքը նրանք հայաջնջել են։ Էլ չեմ ասում պոլիսը, մեր Պոլսի հայկականությունը, էլ չեմ ասում այլ քաղաքների հայկականությունը, որ նայում են դեպի այն կողմը, դեպի Եվրոպայի հարակից տարածքները։ Այդ մեր հայկականությունից մեզ զրկած թուրքերի հետ մենք ինչ է պետք է հաշտվենք եւ եղբայրանանք եւ ասենք ամեն ինչ մոռացել ենք անցյալում, կամ ասենք որ ցեղասպանություն չի եղել, այդ դուք ով եք, որ դուք նման հայտարարություններ անեք մեր անունից։ Էրդողան ես ինչ ես, այ լկտի, այ տականք թուրք եւ մնացած բոլոր թուրքերը ցեղասպանությունը արել են ձեր նախնիները, բոլոր կառավարությունները, Օսմանյան կայսրության այդ Սուլթան Համիդից սկսած, այդ երիտուրքերի եւ ձեր Քեմալ Աթաթուրքի, այդ դուք գիտեք դրա գերեզմանը ջարդ ու խուրդ չենք անելու, այդ հուշարձաններ եք դրել, չգիտեմ ինչեր եք դրել, որ գնում եք գլուխ եք խոնարհում, ձեր ոչ մեկ դրոշն ենք վառելու, գալու եք դրանք էլ ենք ջարդ ու խուրդ անելու, եւ այդտեղ պարզվելու է հայկական դրոշը, արեմտահայոց իղձերը որևիցե մեկը չի կարող մոռացության տա, հա, փորձեցիք, մենք այսօր խոսում ենք, մենք պետք է խոսեինք ոսկեղենիկ արեմտահայերենով, խոսում ենք արևելահայերենով, ճիշտ է, այնպես ոսկեղենիկ չէ, բայց խոսում ենք, դարձրել ենք նաև ոսկեղենիկ, Շիրազը այնպիսի բանաստեղծություններ է գրել արևելահայերենով, Սիլվա Կապուտիկյանը այնպիսի բանաստեղծություններ է գրել արևելահայերենով, Մեծն Ռաֆին այնպիսի պատմավեպեր է գրել արևելահայերենով, որ դրանցով մենք դաստիարակվելով, սովորելով, ձեզ ուղղակի գիտեք ոնց ենք ջնջելու, անենց ենք ջնջելու ձեր հետքը չի մնալու, այդ ձեր ամբողջ թուրքական հետքը վերացնելու ենք, մեր հայկական բարձրավանդակից եւ հարակից տարածքներից, ես չգիտեմ ովքեր որ կուզեն հələ որ արդյոք գտնվեն ապագայում մարդիկ, որ իրենք թուրք կանվանել, գենետիկ անալիզներ են տանելու հանձնեն, որ տեսնեն, որ իրանք թուրք նման բան իրենց գենետիկ կոդում գոյություն չունի, հույն են, հայ են կամ ասորիներ են, այդ պետք է լինի իրենց գենետիկ կոդը։ Հիմա մի մասը մեր էլի հայերիս տարան կամ թրքացրեցին, ասին թուրք եք կամ քուրդ եք, նույն նրանք էր գենետիկ անալիզի դեպքում շատ բաներ են պարզվելու եւ այդ կեղծիքը բացահայտվելու է։ Ես լինելով իրավաբան փաստաբան կարող եմ ասել նույն դիակի փորձաքննությունը, որը նույնիսկ ինչքան ժամանակվա վաղեմություն է ունենում, միևնույն է ինքը պատմում է ինչ է տեղի ունեցել, պատմում է ճշմարտությունը, գենետիկ անալիզը պատմելու է ճշմարտությունը, իսկ մեր կամքի ուժը, մեր ցանկությունը եւ իղձերը, մեր հայրենասիրությունը, մեր հայ լինելը, մեր հայերին սիրելու ցանկությունը եւ սերը վերելու է ճշմարտության բացահայտմանը։ Թուրքերը տեղ չեն ունենալու մեր հասարակության մեջ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ճանաչվում են թուրք, նրանք պետք է գտնվեն բանտախցում։ Դուք թուրք եք։ Հիմա անցնեմ այս կրթվելը նորաձև է, թե չգիտեմ, այնտեղ ճաշ ուտելը նորաձև է, իսկ ինչպես կասեր գլխավոր թուրքը լափելը, դուք ոչ ճաշ ուտել գիտեք, ոչ ճաշել գիտեք, դուք կարող եք միայն լափել, այն էլ կեղծիքով ստացված ինչ-որ լափը, բացի այդ, բացեք այդ մի հատ թուրքի գիրք կա, երկրի հակառակ կողմը, այնտեղ մի հատ հոդված կա գրված, որը ձոնում է սառնարանի միջի պարունակությունը, եւ միջի պարունակությունը գիտեք ինչ է, հարբեցողի, թմրամոլի, ուղակի պահանջմունքների բավարարում,
այս դուք գիտեք, այդ ձեր լափը, այդ ձեր նորաձևության լափը դա է, այսինքն ով որ կգնա այդ միջոցառումների, մեկը կարող է ասի ես պարտադրված էի, դա ինձ համար կաշառքի մի ձև էր, տալ որպեսզի խուսափեմ, որ բիզնեսս չգա փակի, չգիտեմ ինչ անի, բայց լավ դուք տղամարդ եք, թե դուք ով եք, դուք թող փակի ձեր բիզնեսը, բա որ այդքան երեխա տարավ կոտորեց այդ գազանը, բունկերում նստած վեր ընկած, որ հրամաններ էր տալիս, տանում էր երեխեքին կոտորում էր, բայց չեք մտածում, որ այդ գազանները մնան, վաղ ձեր երեխեքին էլ են, էլի մի օր է ձեր երեխուն են տանելու կոտորեն, կամ այն երեխեքը մեր երեխեքը չէին, որ տարան կոտորեցին, որ ազգի երեխեքն էին, ցորի զորամասը որ ազգի երեխան էր, այն 5000 երեխան, որ այսօր գետնի տակ է, ում ազգի երեխան էր, բայց չեք ամանչում, ոնց եք գնում հետը նստում, այդ լափամանի, այդ կեղտի, այդ վարակի հետ շփվում, դուք չեք ամանչում, եւ դուք հետո հետ եք վերադառնալու եւ նայելու եք ձեր տիկնանց եւ մնացած շրջապատի աչքերին, ուղղակի ամոթ ձեզ էլ են հաշվարկում, դուք չմտածեք, որ դուք այդ հաշիվների մեջ չկաք այդ ցուցակների մեջ, վաղը պատասխանատվության կանչելու դեպքում, դուք էլ եք նույնպես լինելու, ես հենց այնպես չեմ եկել այս շապիկով այսօր, այս շապիկը, որ հագնում եմ եւ շրջում եմ փողոցներով, բոլորը ասում են, էսի են հայնա, որը Թուրքին գնդակահարեց Բերլինում, դուք հասկանում եք, ում հետ դուք գործ ունեք, այսինքն դուք հիմա թուրքերի հետ ուզում եք նստեք, վեկանաք, չգիտեմ այդ անունը ճաշ դնեք, ճաշի համար վճարեք եւ ասեք, որ դուք հայ եք, չէ, ձև չի, կամ թուրք եք, կամ հայ եք, կամ թուրքերի հետ հարաբերվում եք, առևտուր եք անում, կամ չեք անում, դուք հայ եք մնում, սա պետք է լինի, 100 տարի առաջ նորից եմ կրկնում, այն ինչ որ հայերը սխալներ թույլ են տվել, իմ սիրելի նույն դաշնակցությունը, որ թույլ է տվել, մենք չպետք է թույլ տանք, դաշնակցությունը թույլ տվեց, այլ կուսակցություններ ձեռնպահ մնացին, չգնացին, այդ երիկ թուրքերի հետ հարաբերվելու, որովհետև հիշեք այն հանհյուրը, որը թալատը տվել էր Գրիգոր Զորաբին, մի մոռացեք, ուզում եք հետները լավ հարաբերվեք, ուզում եք ճաշ կերեք, ուզում եք լափեք, ուզում եք մի լափեք, ուզում եք հարկերը վճարեք, ուզում եք մի վճարեք, միևնույն է այդ օրը թուրքերի հետ հարաբերվելու ձեզ վերադառնալու է մահվամբ, թուրքերի հետ չի կարելի ունենալ հարաբերություններ, մենք կարող ենք հարաբերություններ ունենալ այն պետությունների հետ, որոնք մեզ վնաս են պատճառել միայն այն դեպքում, երբ նրանք մեր հետ հավասարը հավասարին հարաբերությունների մեջ են, բայց միևնույն ժամանակ, եթե նրանք ցեղասպանություն են գործել մեր հայրենի բնորանում, եւ մեր հայրենի բնորանը շարունակում է զավթված մնալ նրանց կողմից, մենք նրանց հետ իհարկե չենք կարող ունենալ հարաբերություններ։ Այդ ինչ հարաբերությունների մասին եք խոսում։ Այդ ինչ եք ուզում գողը, որ մոռանա, որ ինքը ձեզանից բան է գողացել, կամ ձեր երեխաները մոռանան, որ նրանք գողացել են, դա չի կարող լինել։ Հետևաբար ակնհայտ է, որ այդ բոլոր հայտարարությունները կեղծիքներ են, չի լինելու խաղաղության պայմանագիր, նույնիսկ ինչ որ բաներ ստորագրելու դեպքում խաղաղություն չի լինելու, մենք պետք է պատրաստ լինենք մշտապես, որ մենք պետք է ինքներս պաշտպանենք մեր հայրենիքը, մեր զորքով, մեր զինվորներով, հայկական բանակով, ոչ միայն պաշտպանենք, ոչ միայն ունենայինք պաշտպանական բանակ, այստեղ տրամաբանությունն է պետք է փոխենք, պետք է մեր բանակը լինի ազգային, ազատագրական բանակ, ազատագրական բանակի մասին պետք է լինի մեր ամբողջ իղձերը, մտածելակերպը, գաղափարը, բանաձևը, այլ ոչ թե պաշտպանական։ Մենք ազատագրելու հարց ունենք, դա է մեր օրակարգում, ազատագրել մեր հայրենիքը թշնամուց, թշնամու անունն է թուրք, թուրքը ազգություն չէ, թուրքը դա մարդկության ամենաստոր հատվածն է, սա մենք չպետք է մոռանանք։ Հիմա անցնեմ մեր անելիքներին, այսինքն սա ոնց որ իմ ուղերձն էր այս մի քանի օրերի ընթացքում, ուղղակի մեր հասարակությունը զզված է,
անհամբեր սպասում է, երբեն քաղաքական առաջնորդները հանելու ժողովրդին ոտքի եւ ազատագրելու թուրքերից հայկական իշխանական շենքերը։ Մի դրվագ մենք ունենք այս վերջերս, դա Գյումրին էր։ Ազատագրական այս դրվագը շատ ողջունելի էր եւ ինքը կարող է լինել վարակիչ։ Լավ իմաստով։ Գյումրին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել Երևան։ Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Գնանք դուրս գանք փողոց, կտեսնեք, թե ինչ է ասում հասարակությունը, երբեք սրանց վերջը տալու։ Երբեն ի հայտ գալու այն քաղաքական առաջնորդները, որ ասեն վերջ, սրանք պետք է գնան, մենք այս գործողություններն ենք անում եւ սրանց հարցերը լուծում ենք։ Գործողությունները շատ հստակ են, փորձարկված, արդյունավետ, պահանջված, այդ բոլոր գործողությունների մասին անգիր բոլորս գիտենք, դրանց մասին 1000 անգամ ասել ենք, կարելի ընդամենը մի քանի օրվա ընթացքում այդ գործողությունները իրականացնել եւ սրանցից ազատվել, սա է պետք անել։ Եվ պետք է քաղաքական առաջնորդները գան վերցնեն այդ ծրագրի իրականացումը իրենց ձեռքում եւ փոխեն սրանց։ Սա պետք է լինի առաջնահերթ մեր անելիքը։ Կարող են Գյումրին տեղափոխել Երևան։ Գյումրին պարտադիր պետք է տեղափոխվի Երևան այս մի քանի օրերի ընթացքում։ Ես հիմա փորձելու եմ քաղաքական բանակցություններ վարել որոշ քաղաքական առաջնորդների հետ եւ հաջորդ արդեն անգամ ձեզ նաեւ կտրամադրեմ դրա վերաբերյալ զեկույց։ Այսքանը։